Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է քրեակատարողական հաստատություններին եւ դատապարտյալների իրավունքներին։ Այս թեմայի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի Նարէ, այսօր խոսելու ենք դատապարտյալների իրավունքներից, քրեակատարողական հաստատության հետ կապված խնդիրներից, արդյունավետությունից, նաև պրոբացիոն ծառայության մասին եւ երևի մեկնարկի համար սկսենք հենց դատապարտյալների իրավունքներից, որոնք են դատապարտյալների հիմնական իրավունքները եւ պարտականությունները։ Դատապարտյալները գիտենք, որ ընդհանրապես ազատազրկված անձինք հենց բառը հուշում է, որ գտնվում են փակ հաստատությունում, քրեակատարողական հիմնարկներում, ինչը ենթադրում է ազատության սահմանափակում եւ դրանով պայմանավորված բնականաբար որոշ իրավունքների սահմանափակում, մասնավորապես ազատ տեղաշարժն է սահմանափակված, արտաքին աշխարհի կապի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան, թեև կան թույլատրելի տարբերակներ, բայց պետությունը բնականաբար ունի պարտավորություն ապահովելու աշխատանքի, կրթության, առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մի շարք այլ իրավունքների իրականացումը։ Բայց ի թիվս այլ պարտականությունների դատապարտյալի հիմնական պարտականությունների մեջ է մտնում դրսևորել, այսպես ասած, իրավահպատակ վարք։ Եվ այս առումով դարձյալ, եթե կարող ենք այդպես ասել, ուղիղ պարտականությունը պետությանն է պատկանում, այսինքն այնպես աշխատել անձի հետ, որպեսզի վերջինիս վարքագիծը շտկվի, առողջանա եւ անձի մեջ ձևավորվի իրավահպատակ կյանքով ապրելու, սոցիալական նորմերին համապատասխանող կյանքով ապրելու վարքագիծ, ինչպես քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում, այնպես էլ առավել եւս արդեն ազատության մեջ հասարակական կյանք վերադառնալիս։ Կարծում եմ այդ նպատակին է հենց ուղղված վերասոցիալականացման ամբողջ աշխատանքների էությունը եւ կարծես թե ազատազրկման առաջին օրերից վերասոցիալականացման եւ դրական վարքագծի աշխատանքները մեկնարկվում են։ Այ խնդրում եմ հարգելի Նարէ, նշեք վերասոցիալականացման աշխատանքները որքանով են արդյունավետ, որքանով է ստացվում եւ ինչ է էությունը։ Տեսեք, սովորաբար այս մասին խոսելիս ես վերջերս նման օրինակ եմ բերում, ընդունենք անձը ունի առողջական որևէ խնդիր եւ դիմում է որևէ բժշկական հաստատություն։ Տրամաբանական է, որ անձը նախ դիմում է թերապևտի, թերապևտը հավաքագրում է որոշակի, այսպես ասած, անամնեզ, հիվանդության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, ըստ դրա ախտորոշում է, ըստ անձի բողոքների հավաքագրած տեղեկատվության, ախտորոշում է անձի մոտ արկա հնարավոր խնդիրը, այդ խնդիրը փաստագրելու համար, այսինքն ապացուցելու համար, որ իսկապես այդ խնդիրը կա, անձին ուղարկում է որոշակի հետազոտությունների, դրանք կարող են լինել լաբորատոր, գործիքային հետազոտությունների եւ այդ process-ի արդյունքներով պայմանավորված անձին ուղղորդում է նեղ մասնագետի մոտ, նշանակվում է բուժման որոշակի կուրս, որոշակի ժամանակահատվածով եւ ցուցում է տրվում նորից հետ գնալ բժշկի մոտ, դարձյալ հանձնել որոշակի հետազոտություններ, անալիզներ եւ դրանով պայմանավորված դիտարկել դինամիկան եւ որոշել բուժման հետագա ընթացքը, այսինքն այն շարունակվում է ինչ ժամանակահատվածով, ինչ տեղամիջոցներով եւ եթե անձի մոտ առողջական խնդիրը վերացել է եւ անձի առողջությունը վերականգնվել է, համարել, որ բուժումը ավարտված է եւ արդյունավետ է։ Քրեակատարողական հիմնարկներում մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց վարքագիծն է, այսպես ասած, հիվանդ, եթե կարող ենք բառը այդպես ձևակերպել։ Այսինքն վարքագծային շեղում է տեղի ունեցել մարդու մոտ եւ սոցիալական նորմերին չհամապատասխանող այնպիսի արարք է կատարել, տվյալ երկրում գործող օրենքներին չհամապատասխանող այնպիսի արարք է կատարել, որը ենթադրել է քրեական պատասխանատվություն եւ անձը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում։ Հետևաբար, երբ անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, անձի վարքագիծը բուժելու եւ վերականգնելու համար պետք է տեղի ունենա նույն process-ը։ Այսինքն, պիտի որոշակի գնահատման process անցնի անձը, պիտի հասկանան ինչ խնդիր կա անձի մոտ, ըստ այդմ անձին պիտի, այսպես ասած, ուղեգրեն, կամ հոգեբանի հետ աշխատանքի, կամ
վերասոցիալականացման միջոցառումների մեջ ընդգրկման եւ այստեղ շատ թիրախային աշխատանքներ պետք է լինեն։ Քրեակատարողական հիմնարկներում կան անձինք, ովքեր ունեն թմրամիջոցային կախվածություն, կան անձինք, ովքեր բռնի որոշակի գործողություններ են գործադրել, սեռական բնույթի հանցագործություններ են կատարել, գողություններ են կատարել, այսինքն վարքագծային շեղումները տարբեր են եւ հետեւաբար միջամտությունները պետք է լինեն հասցեական, այնպես որ վերականգնվի հենց տվյալ շեղումը։ Եվ պիտի լինի հստակ ժամանակամիջոց, նաեւ բնականաբար կախված նրանից թե անձը որքան ժամանակահատված պետք է լինի քրեակատարողական հիմնարկում, նորից հետ պիտի գնա, այսպես ասած, թերապևտի մոտ, ոչ բժշկական առումով եւ նորից վերագնահատում անցնի այդ աշխատանքի արդյունավետության եւ տրվեն հետագա համապատասխան ցուցումները։ Եվ եթե կեզրակացվի, որ անձի մոտ որպես այդպիսին վերականգնումը առաջընթաց է ապրում, ըստ այդմ պիտի տեղի ունենան համապատասխան, այսպես ասած, իրավական ընթացակարգեր, օրինակ, եթե դրական վարքագիծը արդեն դառնում է, այսպես ասած, քրոնիկ անձի մոտ, միգուցե պետք է խրախուսանքի արժանանա, միգուցե պետք է իր պատժի կրման պայմանները մեղմացվեն, պետք է դիտարկվի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը եւ սա բավականին կարեւոր հարց է, այն անձը, ով, այսպես ասած, պատժի լրիվ կրումով է ազատվում, համարվում է, որ վերականգնված է, այսպես ասած, բայց այն անձը, ով հայտ է ներկայացնում պատժի մնացած մասը կրել հասարակության մեջ, բնականաբար պետության պահանջները ավելի են խստանում եւ հետեւաբար պետության գնահատականը ավելի խիստ պիտի լինի առ այն, թե արդյոք անձը պատրաստ է դրան։ Սա իմ կարծիքով դասական սխեման է, որը որպես այդպիսին մենք քրեակատարողական հիմնարկներում ազնիվ լինենք եւ ընդունենք, որ չունենք։ Կան հատվածական ծառայություններ, որոնք տրամադրվում են եւ դրանց որակի հասանելիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք մենք, սկսած հենց բուն հոգեբանական ծառայությունից սկսված, նաեւ վերջերս եմ ինձ համար ցավալիորեն արձանագրել, որ մենք ցավոք չունենք խմբային աշխատանքներ անցկացնելու պրակտիկա քրեակատարողական հիմնարկներում, ինչը անձին կրկնակի իզոլացման է։ Նկատի ունեք մասնագետների, թե հենց ազատազրկված անձանց խմբերից կազմված, սա բավականին, որովհետեւ հարաբերությունները կարծրանում են, կոշտանում են, տարբեր միջանցնային խնդիրներ են լինում եւ անձը ավելի իզոլացվում է հենց բանտի ներսում գտնվելով եւ բավականին այսպես փշոտ են դառնում այդ հարաբերությունները։ Կատարվում են վերասոցիալականացմանը միտված որոշակի ծրագրեր եւ միջոցառումներ, բայց դրանք ցավոք չեն կազմում իմես նկարագրած ամբողջական շղթայի մասը։ Եվ մենք ունենք մի պրակտիկա, երբ ինչ միջոցառում տեղի ունենում քրեակատարողական հիմնարկում, մենք ասում ենք մենք դատապարտյալին վերասոցիալականացնում ենք, բայց այդ մասնագիտական եզրակացությունը, թե ի վերջո մենք ինչպես ենք տալիս այդ որակական եւ բովանդակային գնահատականը, թե արդյոք դա նպաստում է անձի վերասոցիալականացմանը եւ ինչ է նշանակում վերասոցիալականացում, ցավոք մենք չունենք։ Եվ այստեղ մի նուրբ դիտարկում եւս որոշ դեպքերում մենք անգամ ունենք անձի սոցիալականացման խնդիր, այսինքն անձը անգամ հասարակության մեջ որպես այդպեսին սոցիալականացված չի եղել, այլ ուր մնաց քրեակատարողական հիմնարկում նրան վերասոցիալականացնել։ Մենք կարիք ունենք անձի սոցիալականացման եւ հետո նոր վերասոցիալականացման։ Ձեր օրինակը շատ տիպիկ էր, հարգելի Նարէ, որ այն շատ դուր եկավ, երբ որ զուգահեռներ են անցկացվում հիվանդի հետ, նման մոտեցում է դրված նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, երբ որ բուժումը պետք է լինի ընդհանուր հիմունքներով։ Այստեղ հիմքում վարքագծից շեղումն է, որը կարող է լինել եւ դիտավորությամբ եւ անզգուշությամբ հաճախ կյանքում, բայց ավելի շատ միգուցե դիտավորությամբ է իր ընտրությունն է անձի։ Հիվանդության դեպքում ամեն դեպքում երբեմն անգրագիտության պատճառով է լինում, մարդը չի տեղյակ չի իր օրգանիզմից, խնդիրներից, օրգաններից, հաճախ շատ տրիվիալ գիտելիքներ չունի։ Այ կարող ենք ասել այստեղ անձնական այդ ընտրության հենց վերասոցիալականացումը պետք է արժեհամակարգին նաև թիրախավորված լինի անձի։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ երբեմն սոցիալականացված չէ, առավել եւս վերասոցիալականացման հարցը երբեմն շատ տեղին չէ դնելը, որովհետեւ այն փուլը դեռ պետք է անցնի։ Այստեղ անհատական աշխատանք ազատազրկված անձի հետ տարվում է, որպեսզի այդ կարիքները ավելի շոշափելի, առարկայական եւ այսպես ակնառու լինեն։ Իրականում այո, կստեմ, եթե ասեմ աշխատանքներ որպես այդպեսին չեն տարվում։ Աշխատանքներ տարվում են, բայց այն նպատակադրմամբ, որպեսզի անձի մոտ
վերաարժևորում տեղի ունենա, անձի մոտ գիտակցություն ձևավորվի, որ իր կողմից կատարված արարքը այնուամենայնիվ անընդունելի է իրավական, սոցիալական եւ մի շարք այլ նորմերի եւ ընդունված համակեցության կանոնների համատեքստում, ցավոք մենք այդ վիճակը չունենք։ Ավելին ունենք մի փոքր ավելի բացասական իրավիճակ, երբ անգամ հայտնվելով քրեակատարողական հիմնարկում, անձը օրինակ արդարացնում է իր կողմից կատարված արարքը։ Օրինակ կարող է ասել, իսկ ինչպես է լինում, որ զինվորական ծառայության ժամանակ նույն զենքով թշնամուն սպանելը քրեական պատասխանատվություն չի ենթադրում, իսկ զինակցին սպանելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, չէ՞ որ նույն զինծառայությունն է, նույն զինքն է եւ նույն զինվորներն են։ Եվ դրանով միտում կա արդարացնելու իր կողմից կատարված արարքը։ Եվ այստեղ նաեւ քրեական արդարադատության մարմիններից ունեցած դժգոհությունները, եթե օրինակ անձը որոշակի դժգոհություն ունի դատական համակարգից, դատախազությունից, ունի անհամաձայնություն իր պատժաչափի եւ այլնի հետ, բնականաբար դրանք եւս այլ արծարծումներ են ունենում անձի ներաշխարհում եւ անձը սկսում է արդարացնել իր կողմից կատարված արարքը եւ սա բավականին լուրջ խնդիր է։ Իսկ բացերի հետ կապված տեսեք, վերջերս բավականին շատ է առնչությունը քրեակատարողական հիմնարկների հետ եւ ես կատակով ասում եմ, որ շաբաթվա 4 օրը անցկացնում եմ Հայաստանի բանտերում, որտեղ իրականացնում ենք վերասոցիալականացման ծրագրեր, բավականին նուրբ, այսպես ասած, եւ ոսկերչական մանրազնությամբ աշխատանք պետք է կատարել ազատազրկված անձանց հետ, շատ կարեւոր է էթիկական շփումը, որպեսզի լինի շփումը այդ էթիկապես ճիշտ եւ գրագետ հարգալից, որովհետեւ եթե մենք մեր շփումների մեջ ցույց չենք տալիս, թե որն է հարգալից շփումը, բնականաբար դատապարտյալը դա չի տեսնում։ Անգամ բարևով խոսել ես վերջերս նկատել եմ, որ մենք իսկապես լուրջ բարևելու խնդիր ունենք, բնականաբար դա ուժային կառույց է եւ այնտեղ կան կանոնակարգված են հարաբերությունները, առավել եւս փակ հաստատությունը, որովհետեւ այնտեղ հայտնվել են մարդիկ, ովքեր եկեք ընդունենք, ես ամենևին որևէ մեկին չեմ մեղադրում, բայց իրականությանը նայենք այսպես ոչ վարդագույն ակնոցներով, հայտնվել են մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել եւ այստեղ շատ կարեւոր է իրենց ուղումը վերականգնումը այնպես, որպեսզի ոչ իրենք հետագայում նմանատիպ արարք կատարեն եւ ոչ էլ հասարակության անվտանգությունը որևէ ձևով խախտվի կամ խաթարվի։ Ես միշտ նշում եմ, որ քրեակատարողական համակարգը, հիմնարկները, ոստիկանությունը եւ այլն ապահովում են մեր երկրի ներքին անվտանգությունը, ճիշտ այնպես, ինչպես պաշտպանության համակարգը ապահովում է մեր երկրի արտաքին անվտանգությունը եւ պաշտպանությունը։ Եվ այստեղ շատ կարեւոր է նաեւ օրինակ գնահատելու միտում ձևավորելը դատապարտյալների մեջ, որովհետեւ պարբերաբար տարբեր պետության միջամտություններից, ծառայություններից, այդ միգուցե դրանց որակի հետ կապված կամ չեմ կարող ասել, պարբերաբար այդ դժգոհությունները այնքան շատ են եղել, որ դժգոհելը եւ բողոքելը դարձել է դատապարտյալի մոտ քրոնիկ վարքագիծ։ Եվ անգամ ամենագեղեցիկ բանը, ամենաարժեքավոր բանը, որը կարող է արվել դատապարտյալի համար, դատարական գնահատանքի չի արժանանում։ Այսինքն այդ գնահատելու ես բավականին կարևոր բաց է մարդու վարքագծում եւ ես կարծում եմ, որ մենք մարդուն պիտի դաստիարակենք այնպես, որ իր մեջ արթնանա սեր, իր երկրի նկատմամբ, իր համակարգացու նկատմամբ հարգանքի զգացողություն, գնահատելու զգացողություն եւ ի վերջո իր իսկ կողմից ջանք գործադրելու պատրաստակամություն, որովհետեւ մենք ապրում ենք հասարակության մեջ եւ գիտենք, թե մեր առօրյա կյանքում որքան ենք հոգնում, որքան ենք չարչարվում որևէ նպատակի հասնելու համար, որքան ենք ձախողվում եւ նորից նույն նպատակի համար մեր ջանքերը ներդնում։ Եվ այս վարքագիծը պետք է աստիճանաբար ձևավորել այս մարդկանց մեջ, որովհետեւ առնչվելով քրեակատարողական հիմնարկների հետ բազմաթիվ դեպքեր եմ տեսնում, երբ ուղղակի չդիմանալով, չդիմակայելով իրական կյանքի դժվարություններին, անձինք կրկին հանցագործություն են կատարում եւ բանտը իրենց համար դարձնում, այսպես ասած, ապաստարան, որովհետեւ կան որոշակի պայմաններ, բանտը պիտի լինի մարդու վարքագիծը ուղղող, առողջացնող, վերականգնող, բայց միևնույն ժամանակ մտածելակերպի այդ գաղափարական սկզբունք պետք է դա դառնա մարդու մեջ, որ ինքը պարտավոր է հետևել պետության սոցիալական նորմերին։ Մենք նպաստում, որ քրեակատարողական հաստատությունը իդեմս իր աշխատակիցների հենց այդ արժե համակարգի գրողը լինի, մինչև այդ միջավայրը չլինի, փոխանցումը հնարավոր չի լինի։ Բնականաբար ես միշտ նշում եմ, որ մենք չենք կարող ունենալ իդեալական քրեակատարողական համակարգ, եթե մենք մեր հասարակության մեջ ունենք այդ խնդիրները։ Եվ այստեղ այո, փակ հաստատությունները, դպրոցը, բանակը արտացոլում են այն խնդիրները, որոնք կան մեր հասարակության մեջ, այսինքն մեր պետության, մեր հասարակության մինի մոդելներն են։ Բայց այնուամենայնիվ իմ ակնկալիքները, իմ պահանջները այդ փակ հաստատություններից ավելի շատ են, որովհետև այնտեղ հայտնվել են մարդիկ, ովքեր որպես այդպիսին չեն կարողացել ապրել սոցիումում, ապրել սոցիումի համակեցության նորմերին համապատասխան
համապատասխան եւ այդ սոցիալական շփումները վերականգնելը բավականին կարեւոր են եւ օրինակ հենց մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքում բավականին շեշտադրում ենք այդ սոցիալական հմտությունների անգամ շփման վերականգնումը եւ նաեւ տարբեր խմբային առաջադրանքների միջոցով երբ օրինակ բաժանվում են փոքր խմբերի եւ պիտի կատարեն որևէ խմբային առաջադրանք իրենց համար դա տարօրինակ է որովհետեւ միգուցե խմբում հայտնվել է մեկը ում հետ իրենք խցում ունեցել են կոնֆլիկտ ում հետ իրենք ունեցել են այլ որևէ պատճառով կոնֆլիկտ եւ շփումը այսինքն հարգանքի էթիկական նորմերի վրա հիմնված շփում պահպանելը պիտի դառնա նորմ քրեակատարողական հիմնարկներում որովհետեւ ի վերջո անձը երբ վերադառնում է հասարակություն պիտի հենց այդ նորմերով ապրի Եվ խմբային միջավայրում, այո, բայց ցավոք այդ իզոլացումը անգամ բանտի ներսում բավականին հաճախ դառնում է խնդիր եւ վերջերս նաեւ բավականին խնդրահարույց է ինձ համար այն որ հասցեական աշխատանքներ չեն տարվում այն անձանց հետ ովքեր կարող են որոշակի կոնֆլիկտային վարքագիծ դրսևորել կարող են իրենց կողմից կատարված արարքը ենթադրում է հոգեբանների կողմից մյուս մասնագետների կողմից իրենց կողմից օրինակ կներեք իրենց կողմից օրինակ կատարվել է որոշակի այդպես բռնություն պարունակող գործողություն սեռական բնույթի գործողություն որովհետև այս մարդկանց մեջ հակումը որոշակի բռնության դրսևորման խոսքի մակարդակով կամ վարքագծի մակարդակով բավականին շատ է եւ իրենց հետ պետք է տարվի շատ խորը անհատական աշխատանք եւ միայն անհատական աշխատանքից հետո երբ անձը արդեն ցույց կտա այդ ազդակները խմբային միգուցե թերապևտիկ կամ այլ բնույթի աշխատանքների մեջ ներգրավելու նոր ընդգրկեն, այսինքն սրանք շատ մանրազնինությամբ պետք է այս վարքագծային դրսևորումները ուսումնասիրվեն եւ համապատասխան այսպես ցուցումները տրվեն ինչին մասնակցելու, ինչը ցավոք ներկայումս մենք չունենք։ Ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք դատապարտյալների իրավունքներից քրեակատարողական հաստատությունների մասին ենք խոսում, նաև բարեփոխումների մասին կխոսենք, ավելի ուշ միացած ռադիոլսողներին նշեմ եւ այս նպատակով մեր տաղավարին հրավիրել զրուցում ենք իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանի հետ։ Հարգելի Նարէ, շարունակելով մեր զրույցը վերասոցիալականացման աշխատանքները համապատասխան օրենսդրության համաձայն ունեն իրենց բնորոշ մեթոդները, միջոցները, ձևերը, որոնք են դրանք։ Տեսեք, այստեղ բնականաբար դրանք շատ մանրամասն թվարկված են ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ եւ միայն ուղղակի կցանկանայի առանձնացնել, որ տեսեք մեր պետության մեջ անձինք կարող են իրենց պատիժը կրել ինչպես ազատության մեջ, օրինակ պրոբացիայի ծառայությունում, այնպես էլ ազատազրկման ձևով քրեակատարողական հիմնարկներում։ Ազատության մեջ իր պատիժը կրելու դեպքում դա կարող է լինել օրինակ, չգիտեմ, հանրային աշխատանքը եւ այլն, այստեղ մի փոքր ավելի հեշտ է անձի համար, որովհետեւ ինքը որպես այդպեսին սոցիումից չի կտրվում եւ նաեւ իր կողմից կատարված արարքը այնպեսին է եղել, որ իրեն ազատազրկելու անհրաժեշտություն որպես այդպեսին չի առաջացել։ Բայց ազատազրկման բացասական հետևանքներից մեկը այն է, որ անձը որպես այդպեսին պահվում է ազատությունից մեկուսացված պայմաններում, իր ազատությունը սահմանափակված է եւ այս դեպքում ամեն ինչ պետք է անել, որպեսզի անձը հոգեբանորեն նաև առողջ վիճակում վերադառնա ազատություն, հետևաբար պետք է անձին առաջարկվի համալիր, այսպես ասած, դեղատոմս, որը կարող է ներառել աշխատանք, կարող է եւ պետք է ներառել աշխատանք սոցիալական աշխատողի հետ, առողջապահական բլոկի մասնագետների հետ, հոգեբանի հետ, վերականգնողական գործառույթ իրականացնող մասնագետների հետ, եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի բանտի քրեակատարողական հիմնարկի ներսում բոլոր, այսպես ասած, ենթակառուցվածքները գործեն եւ աշխատեն սինխրոն եւ անձի վերասոցիալականացումը, անձի վարքագծի ուղումը պիտի հավասարապես լինի մյուս բաժինների, դա կլինի օրինակ պահպանությունը ապահովող բաժինը, անվտանգությունը ապահովող բաժինը, այս բաժինների նաեւ այսպես ասած պարտականությունը եւ հանձնառությունը պիտի լինի, որովհետեւ երբեմն նաեւ ներքին դիմադրություններ են լինում այս տարբեր համակարգերի միջև եւ դիտվում է, որ դա սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի գործառույթն է, բայց իրավահպատակ քաղաքացի ունենալը եւ այսպես ասած պատրաստելը, որպես այդպեսին յուրաքանչյուրիս հանձնառությունը եւ պարտականությունն է։ Համամիտ եմ ձեզ հետ եւ տեսեք հարգելի Նարէ,
Քրեակատարողական հաստատությունը Արտարադատության նախարարության համակարգում գործող հաստատություն է հիմնարկ է, որը ունի իր առջև դրված խնդիրներ, նպատակներ։ Որքանով է հաջողվում այսօր քրեակատարողական հաստատությանը իր առջև դրված խնդիրները արդյունավետորեն իրականացնել։ Տեսեք, եթե կարելի է այս տեսանկյունից հարցը դիտարկեմ, մի քանի տարի առաջ գիտենք, որ եւ սննդի ապահովումը եւ առողջապահական ծառայությունների ապահովումը եւ մի շարք այլ ծառայությունների եւ այսպես ասած գործառույթների ապահովումը դրված էր քրեակատարողական ծառայության վրա։ Եվ որպես այդպեսին ազատազրկված անձանց դժգոհությունների, բողոքների հիմնական ալիքը ուղղվում էր քրեակատարողական ծառայությանը եւ նաեւ շատ ավելի պարտավորված էր քրեակատարողական համակարգը ավելի, այսպես ասած, պատասխանատու գործելու։ Բայց նաև հասկանալով, որ քրեակատարողական համակարգը որպես այդպեսին չունի բավարար ռեսուրսներ, նշված գործառույթների ամբողջ ծավալը կատարելու համար, որոշ ծառայություններ դուրս են բերվել քրեակատարողական ծառայության համակարգից, նաև այդ ծառայությունների, այսպես ասած, մասնագիտական անկախությունը ապահովելու համար։ Դե բնականաբար առաջինը առողջապահական ծառայությունն է, որը ծառայության համակարգից դուրս բերվելուց հետո գործում էր Արտարադատության նախարարության, ներկայումս առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Սնունդը տրամադրվում է մասնավոր ընկերության կողմից, այսինքն դրա պատրաստողը, տրամադրողը եւ այլն քրեակատարողական ծառայությունը չի, կրթական ծրագրերը, ծառայությունները տրամադրվում են այլ պետական կազմակերպության կողմից եւ ստացվում է այնպես, որ առանց իր գործունեությունը բովանդակային առումով բարելավելու քրեակատարողական ծառայությունը, այսպես ասած, ազատվել է որոշ գործառույթներից եւ նաեւ եթե որոշ հարցեր են լինում, իսկ այդ հարցերը բավականին շատ են, դա այսպես ինքնաբերաբար հանգեցնում է մի իրավիճակի, երբ քրեակատարողական հիմնարկները անցնում են ինքնարդարացման, նշելով, թե որ մենք պատասխանատու չենք դրա համար։ Կա առողջական խնդիր, մենք չենք պատասխանատու, կա կրթության հետ կապված հարց, մենք չենք պատասխանատու, կա սննդի հետ կապված հարց, մենք չենք պատասխանատու, կա հոգեբանական ծառայության հետ կապված դարձյալ մենք չենք պատասխանատու, որովհետև հաստիկները չեն համալրվում, աշխատավարձն է ցածր, մասնագետները լավը չեն։ Այսինքն պարբերաբար այդ ինքը իր վրայից այդ պարտականությունները նաև հանելով, արդյունքում նպատակը այն էր, որ ավելի այսպես բարելավի, ստացվել է մի իրավիճակ, երբ որևէ մեկը ոչինչի համար պատասխանատու եւ մեղավոր չէ։ Եվ ստացվում է այնպես, որ այս վարքագիծը յուրացվում է նաև ազատազրկված անձանց կողմից եւ ստացվում է, որ օրինակ շատ հանգիստ կարելի է անգամ մեղադրել հասարակական կազմակերպություններին, որ այ օրինակ դուք ասում եք, որ կրթական ծրագրերը պիտի լինեն շարունակական, իսկ ինչու՞ չեք ապահովում դրանց շարունակականությունը։ Եվ երկարատև աշխատանք է պահանջվում բացատրելու համար, որ այդ գործառույթը որպես այդպիսին պետության գործառույթն է եւ շարունակականության ապահովումը, ընդհանրապես կրթության ապահովումը պետության գործառույթն է։ Այլ հարց է, որ պետության ռեսուրսները չեն բավարարում եւ հասարակական կազմակերպությունները ստանձնում են պետության գործառույթը։ Սա բավականին խորքային խնդիր է։ Ես հիմա զերծ կմնամ այդպես նշելուց, թե որպես այդպիսին ինչքան առաջընթաց կա քրեակատարողական համակարգում, այն որ հիմա բավականին բաց է, բավականին խնդիրների ճանաչման առումով բավականին առաջընթաց մենք ունենք, որովհետև եթե նախկինում ընդհանրապես կժխտվեր խնդիրը, ներկայումս կա այդ բաց տրամադրվածությունը ճանաչելու եւ հնարավորությունների սահմանում հասցեագրելու դրանք։ Հարգելի Նարի, երբ որ խոսում ենք նաեւ պրոբացիոն ծառայության մասին, խոսենք քրեակատարողական հաստատության մասին, խոսում ենք, փորձենք արդյունավետությունը, այս հաստատությունը, դուք իհարկե նշեցիք, մենք կարող ենք ասել, որ բարեփոխումներ են տեղի ունեցել տարիների ընթացքում, որքանով են առաջին հարցը, եթե կարելի է միջազգային չափորոշիչներին համապատասխան, որովհետև այսօր մենք ունենք այլ քրեակատարողական հաստատություն, իդեմս ղեկավարի անձի, նկատի ունեմ, որ գենդերացումը տեղի է ունեցել, փոփոխություններ կան, բարեփոխումները տարիներ շարունակ են կատարվում, եւ մյուս կողմից էլ նաեւ եթե այս կոնտեքստում նայում ենք պրոբացիոն ծառայությանը, այս արդյունավետությունը կարող ենք հակակշռել, որ բարեփոխումները, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխան արվել են, մինչև վերջ չեն տեղայնացվել, որտեղ կան ազգային առանձնահատկություններ, որոնք եւ ներքին խնդիրներ կարող են առաջացնել փակ ներսում եւ նաեւ ինչու՞ չէ ընդհանրապես դրսում եւ ինչպիսն է ձեր գնահատականը։
Որպես այդպեսին տեսենք, մենք ունենք մի բավականին վատ հակում կամ սովորություն, երբ որևէ միջազգային պրակտիկա մենք այսպես ասած վերցնում ենք, բայց այն միգուցե կամ թերի ենք տեղայնացնում, կամ եթե անգամ այդ իդեալական ձևով փորձում ենք իրագործել, իրագործման մակարդակում մենք թույլ ենք տալիս բավականին լուրջ վրիպակներ եւ որոշ դեպքերում կամ մեծամասամբ այդ բարեփոխումները կարող են իրենց բուն նպատակային նշանակությանը որպես այդպիսին չծառայել։ Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությանը, ապա ավելի այդպես մասշտաբային գնահատական տալուց ներկայումս մի փոքր զերծ կգտնվեմ, որովհետև նաև ինքս նման հետազոտական տվյալների որպես այդպիսին չեմ տիրապետում, բայց այն, որ մենք կարծես թե ունենք նույնատիպ խնդիրները նաև պրոբացիայի ծառայությունում ակնհայտ է, այստեղ այո Երևանում գործող ուրեմն մարմինը ինչ որ առումով համալրված է մասնագետներով, նաև այդ ակտիվ աշխատանքները կատարվում են, մարզերի դեպքում մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ։ Հարցը ավելի շատ վերասոցիալական, պրոսոցիալական վարքագծի համատեքստում պրոբացիոն ծառայության։ Այո, եւ այստեղ նաև այդ մասնագետների մասին երբ որ խոսում էի, այստեղ բավականին կարևոր է հոգեբանների, սոցիալական աշխատանքների ներգրավումը, որովհետև նաև անձը այդ վախի զգացողությունը իր մեջ չպիտի ունենա, որ եթե ես այսինչ բանը չանեմ, ապա ինձ կմիջնորդեն ազատազրկման դատապարտման։ Այսինքն այդ պատժիչ մոտեցումները որպես այդպեսին չլինեն, իսկ դա հաղթահարելու համար շատ կարևոր է, որպեսզի այդ վերասոցիալականացման մոտեցումը յուրացվի եւ դառնա գաղափարական եւ վարքագծային գաղափարական սկզբունք եւ վարքագծային մոտեցում եւ քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայողների կողմից եւ այստեղ բնականաբար նույն խնդիրները, ինչ մենք ունենք քրեակատարողական համակարգում, կարծես թե նույնությամբ ունենք նաև պրոբացիայի ծառայությունը, որովհետև բնականաբար այստեղ նաև շահառուների աշխատանքով ապահովման եւ մի շարք այլ հարցերում մենք խնդիրներ ունենք, նաև այդ հասցեական եւ թիրախային աշխատանքների իրականացման հետ կապված խնդիր ունենք եւ այստեղ երբ խոսում ենք վերասոցիալականացման մասին, շատ կարեւոր է, ես այդ բառը նշեցի գաղափարական սկզբունք եւ վարքագծային մոտեցում, շատ կարեւոր է, որպեսզի դա դառնա հենց այդպիսին քրեակատարողական ծառայողների համար նույնպես, որովհետև գիտենք, որ քրեակատարողական ծառայությունը ուժային կառույց է եւ ինձ մշտապես այդ հարցը տանջում է։ Եթե օրինակ լինի այնպիսի մի իրավիճակ, երբ ղեկավար կազմի կողմից լինի ազատազրկված անձանց նկատմամբ բռնություն կամ այդպես ֆիզիկական որևէ ներգործության միջոց կիրառելու ուղիղ հրահանգ, արդյոք դա ենթակա ծառայողը կկատարի, թե իր համար այս վերասոցիալականացման մոդելը արդեն դարձած կլինի գաղափարական սկզբունք եւ վարքագծային մոտեցում, որովհետեւ սա եւս բավականին նուրբ մոտեցում է, այսինքն քանի դեռ բռնություն գործադրելու ուղիղ հրաման չկա, նման դեպքեր տեղի չեն ունենում, իսկ եթե լինի այդ հրամանը, բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ նման հրամաններ եղել են։ Իսկ վարքագծային փոփոխություններ եղել են, թե դեռ չեք կարող ֆիքսել։ Հենց դրա համար եմ ասում, դա պետք է լինի յուրացված եւ սինխրոնիզացված ծառայողի վարքագծի մեջ նույնպես։ Եվ հուսանք, որ այդ փոփոխությունները իսկապես մասնիկ կդառնան նրանց աշխատելավոճի։ Շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր զրույցի համար եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք քրեակատարողական հաստատությունների մասին, ազատազրկված անձանց իրավունքների մասին եւ մեր տաղավար հյուրը հրավիրել այս հարցերը քննարկելու նպատակով իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանին շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ է Նարինե Սոլոմոնյանը։